Եկատերինբուրգի մեջ տեղի ունեցած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսիո ղարավարության նախագահ Միխայել Միշուստինի հանդիպումը։ Կակնկալենք, որ նոր ղարավարությունը, որ պիտի ձևավորվի քվեարկության եւ ընտրություններու արդյունքներով, պիտի ապահովի մեր հարաբերություններու զարգացումը, Ռուսիա-Հայաստան հարաբերություններու հարաճընթաց զարգացումը, բարեկամության, բարիտրացիության, փոխադարձ արկանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու ոգիով։ Հակառակ համաշխարհային տնտեսության ճգնաժամերուն Ռուսիան առաջին տեղը կգրավի Հայաստանի արտաքին արևդրական գործընկերներու եւ ներդրողներու շարքին, շեշտած է Միշուստինը։ Հայրենական ընկերությունները աշխուժորեն աշխատին Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, փոխադրամիջոցային ենթակառույցներու, ուժանյութի, ներառյալ խաղաղ հյուրեական գայանի, ինչպես նաեւ թվային տնտեսության ոլորտներեն ներս։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ գարկ ստեղծել ռուսական ներդրողներու գործունեության համար եւ ապահովի անոնց իրավունքներու եւ օրինական շահերու պահպանումը։ Ռուսիան կարևոր է հայ գործընկերներուն հետ մշակութային եւ մարդասիրական գործակցությունը եւ գարաչարգե շարունակել մշակույթի օրերու, ցուցահանդեսներու, փառատոներու իրականացման ավանդույթը, ամրապնդել գրթական, երիտասարդական միջոցառումները, ցուցահանդեսներն ու համաժողովները։ Լավ հնարավորություններ կան նաեւ մեր ուղղակի միջտարածաշրջանային գաբերու ընդլայնման համար։ Պատրաստ ենք ցեզի հետ քննարկելու երկկողմանի հարաբերություններու հարցերուն ողջ համալիրը։ Այս հանդիպումը շատ լավ առիթմն է երկու երկրներու հարաբերություններու օրագարկի ողջ շրջանակը քննարկելու համար, ընդգծած է Հայաստանի վարչապետը իր խոսքին մեջ։ Ընտրություններն յետ ասիգա լավ առիթմն է, ինչպես կսեն ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին շրջանին ի հայտ եկած են որոշ խնդրահարույց հարցեր։ Անշուշտ հույս ունիմ, որ մենք քննարկենք եւ լուծենք այդ հարցերը, ինչպես ընտրություններն առաջ, այնպես ալ ընտրություններն հետո։ Մենք դրամատրված ենք Ռուսիո հետ մեր հարաբերություններու հետաքազարկացման եւ անշուշտ մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության մեր անդամակցությամբ եւ շահագրգռված ենք, որ այն կորձիկագազմերը, որոնք նախադեсված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, կորձեն ծրագրային կարգով եւ ես կգարձեմ, որ ադիգա կփխի Եվրասիական տնտեսական միության հետաքազարկացման շահերեն։ Անշուշտ, ինչպես արդեն ասի, մենք կառուցողական դրամատրված ենք քննարկելու եւ բարձրապանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։ Ես հույս ունիմ, որ այսօրվան բանակցություններու արդյունքներով հաջողենք լուծել հստակ հարցեր։ Այցելության շրջանակ է ներս վարչապետ Փաշինյանը Եկատերինբուրգի մեջ մասնակցած է Իննոփրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակ է ներս իրականացվող Ինդուստրիա 360 արդատրություն առանց սահմաններու խորագրով լիակումար նիստին։ Մասնակցած է նաև Միխայել Միշուստինը, Բելարուսիո, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները։ Մինչ նիստը անոնք նախշրցայց մկադարած են ցուցահանդեսի դաղավարներու մեջ ծանոթացած են ներկայացված արդատրանքին։ Հաջորդիվ դեղի ունեցած է Ինդուստրիա 360 արդատրություն առանց սահմաններու խորագրով լիակումար նիստը, որուն շրջանակ է ներս ելույթ ունեցած է Նիկոլ Փաշինյանը։ Փոխանակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներուն գայուն աճ կարձանակրե 2025 թվականին արդյունաբերական արդատրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմած է 4.7 դասանորդական տոկոս, իսկ ընթացիկ տարվան 4 ամսվան ընթացքին 13%։ Նախորդ տարվան նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակվող արդյունաբերությունը վերջին 9 տարիներու ընթացքին աճած է 2 անգամ։ Մանր էլեկտրապանության, գենսատեղակորձության եւ ռոբոտաշինության զարգացումը կխթանե հիմնարար եւ գիտական մշակումներու պահանջը, մասնագիտական կրթության համագարկի արդիականացումը եւ գծեվավորե որակապես նոր աշխատաշուկա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններն մեկը գիտարար արդատրություններու ձևավորումն է, որոնք կապահովեն արհեստագիտական զարգացում, գործընթացներու լավարգում, թվայնացման, արհեստական բանականության, արհեստագիտության եւ դվյալներու վերլուծության ներդրման հաշվույն։ Այսպիսի մոդեցումը բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը պիտի արագացնե արհեստագիտության փոխագերումը եւ պայմաններ պիտի ստեղծե բարձր ավելցված արժեքով արդատրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է ապահովել գայուն աճ, հաշվի առնելով համաշխարհային արհեստագիտական միտումներուն համարգումը եւ արժանի դեղ գրավել դեղեկատվական արհեստագիտության ու բարձր արհեստագիտական արդյունաբերության համաշխարհային կարդեսին վրա։ Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները կվկայեն այն մասին, որ երթալով ավելի կմեծնա մեր երկրի որպես բարձր արհեստագիտության ոլորտեն ներս երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող վստահելի գործընկերոջ ընկալումը։ Արդյունաբերությունը շարժիչ ուժերեն մեկն է ներառյալ Եվրասիական տնտեսական միության մեջ, ընդգծած է վարչապետը, հավելելով, որ համակրման նպատակներու իրականացման կարևոր գործնական գործիք դարձած է համագործակցային նախագիծերու դրամական աջակցության գործիքակազմի գործարկումը։ Այս գործիքակազմը կնպաստի անդամ պետություններու արդյունաբերության
մրցունակության բարձրացման, ստեղծելով նպաստավոր պայմաններ փոխշահավետ համագործակցության համար։ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները արդեն իսկ կմասնակցին Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներուն հետ շարքը համատեղ նախագծելու։ Եզրափակելով գցանգայի ընդգծել, որ բարձր արհեստագիտության եւ արհեստական բանականության սրընթաց զարգացման տարաշրջանին մեզի համար հիմնական ուղենիշ պետք է շարունակե մնալ մարտահրավերական երեսակը։ Արհեստագիտությունները կոչված են ոչ թե փոխարինելու մարդը, այլ ազատելու զայն առօրյա միադար աշխատանք են։ Ադորմովիցք նոր հորիզոններ բանալով մտավոր եւ ստեղծագործական գործունեության համար եզրափակած է Հայաստանի վարչապետը։ Հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Խորհրդարանական ընտրություններուն հաղթելու եւ հաղթանակը ամենքնով պաշտպանելու պատրաստ ընդդիմադիր առաջնորդները վերջին օրերուն քննարկումներ կկատարեին խորհրդարանի լիազորությունները վերցնել չվերցնելու հարցին շուրջ։ Եվ ահա Սամվել Ղարաբեդյանի ուժեղ Հայաստան եւ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքներուն որոշումը գայացած է, երկու ուժերնալ կվերցնեն լիազորությունները։ Մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում։ Մեզի համար պատգամավորական կարգավիճակը ճաշտոն կամ հարմարավետություն չէ։ Անիկա լրացուցիչ կորձիկ մնե իրավական ու քաղաքական կորձիկագազմ եւ ամենօրյա հագազդեցության հնարավորություն։ Ուստի կգարձենք հարաճիգա ծանր բայկարի մեջ բարդավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հագաբեդական ծրագիրներուն թեմ բայկարելու համար։ Խորհրդարանական լիազորությունը զենք է եւ անգե գամավոր հրաժարիլը պիտի լա անբադասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողներուն հանդեպ։ Արդեն ընտրությունների հաջորդ օրը ակնհայտ էր, որ իրենք մանդատները վերցնելու են գնալու խորհրդարան։ Հարցն այն էլ, որ երկար ժամանակ իրենց հետևորդներին եւ նաեւ այն մարդկանց, ում ես նշեցի, իրենց պատվիրատուներին եւ այլն, այս երկու դաշինքների ներկայացուցիչները հիմնականում այն մարդիկ, ովքեր ղեկավարում էին դաշինքները, կերակրում էին իբր թե հաղթանակի անխուսափելիությամբ։ Եվ երբ այդ հաղթանակը տեղի չունեցավ, կար խնդիր, ինչպես ներկայացնել, որ մենք այո չենք հաղթել, բայց մենք գնալու ենք եւ լինելու ենք ընդդիմություն ազգային ժողովում։ Եվ այդ խնդիրը լուծելը հեշտ չէր։ Ղևոնդյանի գնահատմամբ ակնհայտ է, որ ընդդիմության այս ներկայացուցիչները փողոցային բայկար չէին կրնար իրականացնել, իրենք եւս ադիգա գիտակցեին, հետեւաբար որոշումը է սկիզբանե բարձ էր։ Խորհրդարանական լիազորությունները վերցնելով հայտնվել ազգային ժողով, ուր թյուրին պիտի ելա պաշտպանել նաեւ երրորդ երկրի շահերը։ Ընդդիմությունը ճիշտադոր համար կբայկարեր ըստ քաղաքագետին։ Ազգային ժողովի նախագահի տեխնազու Ռուբեն Ռուբինյանն ալ գգարձ է, որ լիազորությունները վերցնելու հարցի մեջ ընդդիմությունը այլ ընտրության իրավունք չէ ունեցած։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը տվել է իր քվեն եւ տվել է մանդատ կառավարելու քաղաքացիական պայմանագրին։ Մեզ, այսինքն ձեզ, տվել է մանդատ լինել ընդդիմություն։ Այնքան մանդատ է տվել, որ դուք լինեք ընդդիմություն, բայց չլինեք իշխանություն։ Եվ դուք պատրաստվում եք գաք ազգային ժողով եւ բարձրաձայնեք նրանց խնդիրները։ Ահա այս է ճշմարտությունը։ Սա է ձեր ընտրությունը։ Չնայած ինչ եմ խոսում, դուք ինչ ընտրություն ունեք։ Ձեզ ուղղակի ասել են կգնաք մանդատները կվերցնեք, նրանք ովքեր որ ձեզ ուղարկել են Հայաստան, դուք էլ խելոք պես վերցնում եք։ Դուք ով եք որ ընտրություն ունենաք։ Քաղաքագետն ալ նկատել դված է, ինչպես նախորդ 5 տարիներուն, այնպես ալ մինչև 2031-ը ընդդիմադիր հայկական ուժերու փոխարեն խորհրդարանին մեջ պիտի ելան Ռուսիո շահերը ներկայացնող խմբակներ, որոնք ամեն ինչ պիտի ենեն քաղաքական գործընթացները փճացնելու, գրգեսի վերածելու համար, այսինքն թե ուժեղ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի նպատակը մեկ պիտի ելա։ Գնալու են խորհրդարան եւ թույլ չեն տալու, որ քաղաքական օրակարգեր այնտեղ սպասարկվեն, փորձելու են անորոշություններ հրահրել, փորձելու են այնպես անել, որ քաղաքական օրակարգերը ստորադասվեն, համատեղ դեմ են քվեարկելու իշխանության նախաձեռնություններին, համատեղ չեն ներկայանալու այն նիստերին, որտեղ զգայուն հարցեր քննարկվեն, որոնք կվերաբերեն օրինակ իրենց ղեկավարների օրենքի հետ ունեցած որոշակի խնդիրներին կամ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններին, կլինեն ազգային ժողովում եւ աղմուկ կբարձրացնեն բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական պայմանագիրը կբերի որևէ օրենսդրական նախագիծ, որը չի բխի Ռուսաստանի շահերից, այսպիսին լինելու իրենց աշխատանք։ Քաղաքագետը շեշտած է ընդդիմության ներկայացուցիչները լիազորությունները վերցնելով փաստացի ջանցան ընտրության արդյունքները, հետևաբար նաև իշխանության օրինականությունը։ Այս լույսի ներքո անոնց բոլոր հայտարարությունները որևէ արժեք չունին եւ պիտի չունենան։ Նոր ձևավորվող խորհրդարանի մեջ քաղաքացիական պայմանագիրը պիտի ունենա 64, ուժեղ Հայաստան դաշինքը 29, Հայաստան դաշինքը 12 պատգամավորական աթոռ։ Փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։
եւ վերջնական։ Թադագան նիստեն առաջ լրագրողներուն հետ զրույցի ընթացքին հայտարարեց Ուժեղ Հայաստան Թաշինքի առաջնորդ Սամվել Ղարաբեդյանը, ան մանրամասնեց. Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Մենք քայլ-քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Լուրերու հարցմամբ, բայց արդյոք լիազորությունները ստանցնելը չէր նշանակեր, որ Թաշինքը ի սկզբանե գիտակցեր, որ ճունի բավարար ներուժ հանրահավաքներու միջոցով իր վերջնարբադագին հասնելու համար, հարցուցին Ղարաբեդյանին։ Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Լուրերը հիշեցուց, որ նախորդ Թադագան նիստեն յետք ջեբազրույցի ընթացքին Ղարաբեդյանը հայտարարած էր, որ եթե Վարդևանյանը սահմանադրական տադարանի մեջ չանք թափե, ինքը վարչապետ կդառնա։ Ինչ բադահեցավ։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապարոժեց էր կանգնած։ Ոչ մի գազ չվերցրեց։ Մեր հարցման արդյոք լիազորությունները ստանցնելով Թաշինքը չի ճանչնար իշխանության օրինականությունը։ Բացարձակ, քանի որ իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել, ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Թադագան նիստի ավարտենի հետ Ղարաբեդյանը անդրադարձավ նաև անձնակրի մեջ Ռուսիո անվտանգության Թաշնային ծառայության նշում ունենալու մասին շրջանառվող լուրերուն։ Իրեն հարցուցին, թե այդ նշումը ինչի հետ կապված էր։ Փաշինյանի պատվերով։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը գրնար այդպիսի պատվեր տալ ռուսական կառույցներուն։ Ղարաբեդյանը պատասխանեց. Ինքը նորմալ դեր ունի այնտեղ։ Մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում։ Դրանով էլ պայքարեց մեր դեմ։ Եկատերինբուրգի մեջ գայացած Նիկոլ Փաշինյան Միխայիլ Միշուստին հանդիպման մասին Ղարաբեդյանին հարցուցին, ինչպես կպատկերացնե ընդդիմության հաջողությունը, եթե մեկ կողմը գա չեզոքություն անոր իշխանության նկատմամբ, մյուս կողմն էլ ընդհանուր հայտարար։ Ինքը որ գնաց Ռուսաստան ինչ եղավ։ Ամեն դեպքում վերականգնեց։ Գնաց ասեց, որ ես ձեր Նիկոլայն եմ։ Հիմա ռուսները կհավատան, չեն հավատա, ես շատ գիտեմ։ Տեսնենք։ Ղարաբեդյանը նաև հայտնեց, որ իր եղբորորդին պիտի ստանցնե խորհրդարանական լիազորությունը եւ պատրաստ է 1 դրամով աշխատելու։ Հիմա 3 նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է։ Մյուսները կտեսնենք, ամեն մարդ ինքն է որոշում։ Ուժեղ Հայաստան Թաշինքի առաջնորդը անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի գալանավորման։ Իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Ղարաբեդյանը նաև նշեց, որ Ուժեղ Հայաստանը դեռ որոշում չունի ազգային ժողովի փոխոսնակի պաշտոնը պիտի ստանցնեն, թե չէ։ Ան հայտնեց նաև իրենց քաղտնի ծրագրի մեկ այլ քայլի մասին։ Մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք էլ կտեսնեք։ Բդդատության թեմ բայկարի թադարանի մեջ թադավոր Վահե Դոլմազյանի նախակահությամբ շարունակվեցավ Ուժեղ Հայաստան գուսակցության առաջնորդ Սամվել Ղարաբեդյանի կորձով թադագան նիստը։ Քննարկվեցավ կորձով մեղադրյալ Վլադիմիր Թավջումանյանի խափանման միջոցի երկարացկման հարցը։ Նշենք, որ անոր նկատմամբ խափանման միջոց ընտրված էր համագծված խափանման միջոց քրավ 25 միլիոն դրամ բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։ Թադարանը որոշեց գիրառված խափանման միջոցները թողել անփոփոխ։ Թադարանը թույլատրեց Թավջումանյանին երթալ աշխատանքի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկված է Երևանի եւ Գյումրի համայնքներու մեջ կառավարության ներդրումային առաջնահերթություններու ծրագիրը։ Մասնավորապես ներկայացված են Երևանի եւ Գյումրիի մեջ առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրին մեջ։ ԳՓԽ-ին վարչապետի հանձնարարականներ են եւ ունին կառավարության դրամական կամ համագարկային աջակցության գարիքը։ Իհարկե 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջայցերի ընթացքը ավելի ակնհայտ դարձնեց, որ մենք Երևանում եւ Գյումրիում կառավարության ներդրումները ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք եւ նաեւ որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն եւ սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ թե Երևանի, թե Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր այնուամենայնիվ որոշակի ժամանակ է կորսվել եւ այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում եւ անհրաժեշտ կառավարության կողմից։ Դարածքային կառավարման եւ ենթակառույցներու նախարարի դեղեկալը ներկայացուցած է կառավարության ներդրումային առաջնահերթություններու ծրագիրը եւ ատոնց փուլային իրականացման ուղղված քայլերը։ Երևանում հաշվի առնելով համակարգի ծավալը պահանջվում են ամենախոշոր ներդրումները, դրանք երկու ուղղությամբ են հիմնականում նախատեսվում իրականացնել։ Մեկը կորուստների նվազեցման, համակարգի արդիականացման միջոցով եւ նաեւ պահանջարկի ավելացման պայմանավորված նոր ջրաղբյուրների ներգրավման եւ տեղափոխման ուղղությամբ իրականացող ներդրումներով, որոնք գնահատվում են 30.5 միլիարդ դրամ նախնական գնահատմամբ։ Տարեկան մինչև 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքների մասով նույնպես ստեղ արկա է ձեր հանձնարարականը։ Դարեգան մինչև 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհաշինության աշխատանքներու գծով զեկուցված է, որ վարչապետի հանձնարարությամբ անիկա ներառված է 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագիրներու ցանկին վրա։ Արդեն իսկ ընթացքի մեջ է 2027 թվականի համար 50 կիլոմետր հիմնանորոգման նպատակով ճանապարհային հատվածներու նույնականացման եւ ծրագրավորման աշխատանքները։ Իսկ 2026 թվականի համար կնախադեсվին միջին նորոգման աշխատանքներ։ Մետրոպոլիտենի զարգացումը եւ արդիականացումը կարևոր ռազմավարական ուղղություն է եւ այս մասով արդեն իսկ հանրային ներդրումային կոմիտեի կողմից հաստատված ծրագրերը Աչափնյակի կայարանի կառուցումը եւ մետրոյի արդիականացման ծրագրերն առկա են ընդհանուր 158 միլիարդ դրամ նախնական գնահատված արժեքով, նախատեսվում է նաեւ Սուրմալու կայարանի կառուցումը, որը արդեն իրականացվելու է քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակներում։ Քոնդ տաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրով կնախադեсվի իրականացնել հետիոտնային եւ ինքնաշարժներու ճանապարհներու ու ջարդարակիդական ենթակառույցներու կառուցում, արտաքին լուսավորության, կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ, որու նախնական արժեքը կգազմե 18 միլիարդ դրամ։ Կնախադեсվի մեկնարկել նախագծային եւ վերակառուցվող հատվածներու իրացման գործընթացները։ Արնակ Ավետիսյանը ներկայացուցած է Գյումրի քաղաքի մեջ նախադեсվող ներդրումային առաջնահերթություններու ծրագիրը։ Նախ ներկայացված է 24 ժամյա չրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծած է, որ արգա է 24 ժամյա չրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերուն տեղի կունենան բարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել չրամատակարարման համակարգերու արդիականացման ծրագիր։ Զբոսաշրջային կլաստերի ստեղծումը, որը եւս բխում է նախընտրական ծրագրից, պես մասով էկոնոմիկայի նախարարությունը տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերջին տարիներին արդեն իսկ 6.6 միլիարդ դրամի արժողությամբ ծրագրեր իրականացրել է եւ առաջիկա տարիների համար արդեն Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի շրջանակներում Գյումրու կլաստերի համար առանձնացված է 16.5 միլիոն դոլարի չափով ծրագրեր եւ այս մասով առաջարկությունը հետեւյալն է, որպեսզի այս ծրագրերում որոշակի վերանայումներ եւ վերադասավորումներ իրականացվեն եւ համապատասխանեցվեն քաղաքի համաչափ զարգացման ռազմավարությանը։ Հաջորդ խնդիրը վերաբերած է դնակներու հարցի վերջնական լուծման։ Ներկայացված է, որ Գյումրիի մեջ արկա է 2465 դնակ։ Նշված է, որ նախնական քննադատականներով անոնց մեջ բնակող 596 ընտանիքի նկատմամբ կառավարությունը ունի այս կամ այն ձևով փոխհատուցման վարդավորություն։ Այս մասով կարևորված է նաև փոխհատուցման դրամատրման եւ դնակներու փաստացի գազམ་ակնթման փոխկապակցված գործուն գործիքակազմերու ներդրումը, որբեսի դնակներու խնդիրը վերջնական լուծումը ստանա։ Եվս ձեր հանձնարարականով է ֆիքսվել նախընտրական շրջանում այցերի արդյունքում, դա խիտ բնակեցված թաղամասերի, Գյումրի, Անի եւ ավստրիական թաղամասերի
փողոցների եւ բակային հատվածների հիմնանորոգման անհրաժեշտությունն է։ Այս մասով արկա է ՎԶԲ-ի հետ ծրագիր, որով 37 փողոցներ այդ թաղամասերում պետք է հիմնանորոգվեն եւ դրան զուգահեռ առաջարկվում է նաեւ հիմա սկսել բակային հատվածների նախագծման եւ նախահաշվային աշխատանքները, որպեսզի փողոցների կառուցմանը զուգահեռ նաեւ իրականացվի բակային հատվածների կառուցում, ինչը այդ խիտ բնակեցված թաղամասերում էական ազդեցություն կունենա կյանքի որակի վրա մոտ 25000 շահառուների։ 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագիրներու ցանկին վրա ներառված է նաև Գյումրիի մեջ տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքները։ Ըստ այդմ Գյումրի քաղաքի 180 կիլոմետր ճանապարհներեն մոտ 70 կիլոմետրը նախաբես հիմնանորոգված է, իսկ մնացած մոտ 110 կիլոմետրը խիստ անբարեկարգ վիճակի մեջ է։ Նշված է, որ Գյումրիի մեջ տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինության ուղղված ծրագրման աշխատանքները ընթացքի մեջ են։ Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարված է նաև Գյումրիի մեջ վտարային շենքերու խնդրին։ Նշված է, որ արգային քանի վտարային շենքեր, որոնց գծով դարբերակված մոդեցումներու անհրաժեշտություն կա, հաշվի առնելով անոնց մե որոշներուն պատմամշակութային նշանակությունը։ Ալեք Մանուկյան փողոցի կամրջի նորոգումը սա կարևոր ենթակառուցվածք է քաղաքի համար, որը քաղաքի երկու մասերը իրար կապում է եւ խիտ եւ ծանրաբեռնված երթևեկություն ունի։ Այստեղ կարիք կա գնահատելու կամրջի վիճակը եւ ըստ անհրաժեշտության արդեն սա կարող ենք ներառել 25 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների մեջ։ Անդրադառնալով բարձրացված հարցերուն եւ առաջարկվող լուծումներուն, վարչապետը ընդգծած է ներկայացված բոլոր ծրագիրներն ըստ ընթացակարգերու պետք է իրականացվին, սակայն անհրաժեշտ է նախ հրադապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներու վրա։ 3 միլիարդ 140 միլիոն դրամ պիտի հատկացվի արտահանում իրականացուցած տնտեսավարողներուն ծախսերու փոխհատուցման նպատակով։ Շուկաներու բազմազանեցման նպատակով ծրագիրը ընդունված էր հունիսի սկիզբը, աջակցելու հայկական ցակման չերմոցային արտադրանք, թարմ բդուղ, սննդամթերքի եւ խմիչքի առանցին տեսակներ արտահանողներուն։ Փոխհատուցման թիվը այդ նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետեւ 3 միլիարդը այդ արդեն բավականին մեծ թիվ է։ Արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230,000 լիտր շշալցված խաղողի գինի, 1.3 միլիոն լիտր հաշվարկով, եթե հունիս ամսվա համար ծիրանը մոտ 3000 տոննա էր, 2950, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5405 տոննայի ենք հասել։ Վարչապետին խոսքով տնտեսության հավասարակշռման քաղաքականությունը ընթացքի մեջ է եւ 3 միլիարդի արտահանումը ցույց կտա, որ ծավալուն ցերկբերում կա։ Այս օրերուն մեծ է մեր երկիր ուղևորահոսքը, օրական գրեթե 10,000-ն ավելի ուղևոր։ Ըստ վարչապետին, ասիկայալ կարելի արձանագրել որպես արտահանման մեկ ջյուղ, քանի որ զբոսաշրջիկներ գուքան։ Լավ միտում էլ կա, կարող է մարդիկ ուղակի օգտվելով առիթից եւ նաեւ Հայաստանի ճանաչելիությունը, քանի որ բարձրացել է առիթից օգտվելով, որ Հայաստանով երրորդ երկրներ են ուղևորվում կամ հակառակ ուղղությամբ, առիթից օգտվում են, 1 օրով, 2 օրով դուրս են գալիս, հանրապետությունում շրջում են եւ դա շատ էական ազդեցություն է ունենում։ Նաեւ շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ խնդիրներ գոյություն չունեն։ Իհարկե 1-2 ապրանքատեսակի վարդի եւ լոլիկի հետ կապված որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում ոնց որ թե էական կան ուրիշ ապրանքատեսակներ, որոնք շուկայում տեսանելի գնանկում ունենք։ Ծաղիկի դեպքում մի լավ տենդենս ունենք, օրինակ վերջին 7-8 օրում արդյոք սկսել են շատ ծաղիկ նվիրել։ Նաև արտահանումն էլ է ավելացել, միայն 3 օրինակ 139,000 հատ արտահանում ենք ունեցել եւ կարծում ենք, որ լավ որոշակի մեխանիզմներ կան գործարկված, որոնք հնարավորություն կտան այս հարցը լուծել եւ ռեալ, այո, միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը։ Զբոսաշրջային հոսքերու ավելացման մասին վարչապետը նշեց, որ հունիսին բոլոր ժամանակներուն համար պատմական մրցանիշ արձանագրված է եւ այս հարցի մեջ ըստ անոր էական եղած է նոր ուղղություններով օդուղային ընկերություններու ուղևորահոսքերուն օժանդակելու որոշումը։ Վարչապետը անդրադարձավ օրերս Արարատի մարզ կատարած այցելության։ Ճիշտ է, Ծիրանի բերքը այս տարի սկայորեն քիչ է, բայց եթե նախորդ տարի վաճառված է միջին հաշվով 200 դրամով, այս տարի 400-ն 600 դրամով։ Փորձը ինչ է ցույց տալիս, որ Ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն լինում են գեր
բերքատվության եւ ցածր բերքատվության տարիներ։ Հիմա բայց նաեւ մեր խնդիրն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա մի տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ մենք արտահանումները ծիրանի եւ մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք, ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության են թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Եվ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ եւ սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհ է։ Նշվեցավոր հունիս-հուլիսի միրգ արտահանված է 15 երգիր, ձաղիկ 25 երգիր, փանչարեղեն 8 երգիր։ Նախադեсված են բոնուսներ առողջության ապահովագրության համագարկի շահառուներուն համար։ Օրենքով սահմանված է, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման համար կհաշվվին բոնուսային միավորներ։ Հաշվի առնելով մեր բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները, մենք սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ, որ օրինակ երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում եւ այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործողություններ, վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը։ Հավաքված միավորները պիտի օգտագործվին ապահովագրված վճարը վճարելու, կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ցերկ բերելու, նաև մարզասրահներու եւ լողավազաններու վճարներու համար։ Նախագիծը ուժի մեջ պիտի մտնի 2029 թվականին։ Ներկայացվեցավ նաև օրինակ, թե ինչպես կնության միջոցով պիտի ստուգվի ծխելը ցկելու փաստը եւ ինչպես անձը բոնուս պիտի ստանա։ Լավ է, որ 2029 թվից ենք ուժի մեջ մտնում, որովհետեւ հիմա ինչ որ նկարագրեցիք, ես ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ են ունենալու, մյուս կողմից ծխախոտի ներմուծման շարունակաբար եւ արտադրության շարունակաբար աճեր։ Ես ուրիշ մեխանիզմ եմ առաջարկել եմ, որ կապվի անկանխիկ առևտրի հետ։ Այսինքն մարդու քարտուց ինչքան է ալկոհոլ ձեռք բերվել, ինչքան է ծխախոտ ձեռք բերվել։ Եթե նախորդ թող շրջանի վիճակագրության անկում ունենք, ընդ որում սա օբյեկտիվ ցուցանիշ է, որովհետև եթե ասենք օրինակ տատիկի քարտովա ծխախոտ ձեռք բերելու, այդ պետք է ինչ որ ձևով նախատեսենք, որ համենայն դեպս դա ավելի հետագծելի է։ Այդ մեխանիզմները այնքան կոռուպցիոն տեղեր են բացելու, դա լավ բան չի։ Կարող է պարզվի, որ այնքան փող ենք ծախսում այդ լաբորատոր անալիզների վրա, որ պրոբլեմ է։ Դա չի աշխատելու։ Սկզբնական շրջանում դնենք միայն այն բաները, այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն բան են, այսինքն հետագծելի են։ Առաջարկվող գործիքակազմի ներդրման Ծիրեններս վարչապետը անդրադարձավ անձնական տվյալներու պաշտպանության խնդրին։ Երբ որ մարդը վատանում է շտապ օգնության տանում են հիվանդանոց, հետո իր վրա հագցնում են ամեն տեսակի սարքեր, ասում են գնա մի երկու ամիս այս սարքերով քայլի բանանի, հետո գաստենանք, ինչ ոչ մեկ չի ասում, այս ինչ դրին ինձ վրա։ Այսին բայն տվյալները հավաքում, բայց որ ասում ենք եկեք մի ինչ որ մի բան անենք, որ չվատանաք, ասում են հոп մեր անձնական տվյալները սկսում են հավաքել։ Ենթադրենք օտարերկրյա արտադրության բան smart watch, smart հեռախոս, smart կոշիկ, smart կոստյում, smart գլխարկ, smart ականջակալ, ամեն ինչ գրում են, իրանց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում, լսի կարող է ինչ որ մի հատ ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են մի րոպե, հեռախոսը որ ներմուծում եք, մի հատ պետք է համոզվենք դա, մաքսանենք հոպ, մեր անձնական տվյալները։ Ոչ մեկ բացարձակապ էր Facebook, Instagram, սոցիալական ցանցեր, ով ընտանիքի անդամները իրար հետ ինչի մասին են խոսում, ինչի մասին են կռիվանում, ինչ են ուտում, ինչ են խմում, երբ են քնում, երբ են անցնում, որ ասենք ինչ որ միտեղ այդ ինֆորմացիան կուտակվում անխուսա, ոչ մեկ չի մտահոգվում, ոչ մեկ չի մտահոգվում։
Եվ այն որ այդ ընդհանուր հավաքված ինֆորմացիան կարա գլոբալ օգտագործվի պետության եւ եթե չարամտության դեպքում էլի պետության եւ ժողովրդի դեմ բացարձակապես ոչ մեկին չի հետաքրում հենց պետությունը ասում է որ գիտե իրա պետությունը ասում է գիտես ինչ այս մաքսանենգությանը պետքա վշտալ ասում են հոп անձնական տվյալները բայց այս ինչ հակասություն է ես չեմ հասկանում Ես պաշտոնապես ասում եմ, Ժորժ ջան, բոլոր անձնական տվյալները ինչ որ միտեղ կուտակվում են։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Գործադիր իշխանությունը փոփոխություններ առաջարկեց 16 միլիոն դրամի pedagogan աջակցությամբ սահմանամերձ եւ առանցին բնակավայրերու մեջ դուն կառուցելու ծրագրին մեջ։ Դրվող դրամական աջակցությունը ներառյալ բնակարանային գրավային կառուցված քույքը ընթացքին չի գնալ արկելաթրվիլ, բռնական ծվիլ կամ հաշվային ընծվիլ շահառուին այլ բարդավորություններու թիմաց։ Առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ եւ փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին։ Այս դեպքում առաջարկում է տվյալ բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքը ստուգել նախքան զորականչվելը նախորդ 1 տարվա համար։ Հուլիս 1-ի դվյալով ծրագրի շահառու է 3225 ընտանիք, որմե 2655-ը վարգավորված է, 356-ը ներկայացուցած է կառուցաբանման ավարտական փաստաթուղթ։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ տարբեր բնակավայրեր իր չնախադեсված այցելություններու ընթացքին արձանագրված խնդիրներուն, նորակառույց մանկաբարձներու սահմանքույցներու առողջապահական պայմաններուն։ Երբ որ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել։ Ընդ որում, երբ որ ես գնում եմ դպրոցներ, մանկապարտեզներ ընդունելու, տեսնելու, ես տեսնում եմ, որ նկատում եմ, որ ասենք օրինակ զուգարանակոնքերի վրադիրները ամենալավ եւ բարձր որակի չեն, ամենաբարձր որակի չեն, բայց ես ելնում եմ այն կանխավարկածից, որ տրամաբանականը, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետքա փոխվեն։ Էլ չեմ ասում, որ երեխաների կրթության համար հատկապես ասենք ենթադրենք աղբի հետ առնչվելու կուլտուրան, սանհանգույցների հետ առնչվելու կուլտուրան շատ էական է։ Բայց ես ինչի համար եմ ասում, ես հրահանգել եմ, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը ազատվի աշխատանքից։ Եվ սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ ես գլխից ասել, ես չնախատեսված այցեր եմ կատարելու ամենատարբեր տեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, զորամասեր, ուր ասես։ Բայց կոնկրետ ցանկացած դպրոցում, ցանկացած մանկապարտեզում, երբ որ ես նման բաներ տեսա, ես այս գլխից ուզում եմ արձանագրենք, որ եթե դա վերաբերվում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու աշխատանքից, առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Երբ որ ասենք գիտեն, որ վարչապետը գալիս է, ամեն ինչ բան դզած, փչած, շպարած, կպցրած եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք, հատկապես դպրոցների, նորակառույց դպրոցների եւ մանկապարտեզների դեպքում։ Վարչապետը հիշեցուց, մանկապարտեզներու կառուցում են առաջ կրթական հաստատություններու բացրած պահպանության ծախսերուն վերաբերյալ համայնքներուն հետ ցերկ բերված պայմանավորվածությունը։ Եթե որևէ մարզում, որևէ համայնքում այս երևույթը կլինի կրկնվող, այսինքն դա ոչ թե մի տեղում կտեսնենք, երկու տեղում կտեսնենք, արդեն անդրադարձա լինելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակները չլինի։ Չի կարող անենց լինի, որ սանհանգույցը դառնա պահեստ, պահեստը դառնա սանհանգույց, կամ այսպիսի բան անեն, ընթացիկ փոխատեղումներ տեղի ունենան։ Այսինքն պետքա շենքերը, կազմակերպությունները շահագործվեն պատշաճ մակարդակում։ Փոխզիջում պիտի չլա վարչապետին խոսքով։ Հարցը իրեն համար այնքան սկզբունքային է, որ դարձած է քննարկման առարգա կառավարության իստին։ Զարուկյանի շուրջ դեղի ունեցող վերջին իրադարձություններն մինչև ներդարածք արդադարածք թրիփ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն շաբաթյա ջեբազրույցի ընթացքին իրեն ուղղված ներքաղաքական հարցերուն մեծ մասը կվերապերեր Փառքավաճ Հայաստան գուսակցության նախագահ Գագիկ Զարուկյանին, թե անոր քրեական հետապնդումը արդյոք չունի քաղաքական թրթաբաժարներ, ինչ պետք է նեն Զարուկյանին առնչվող ընկերություններ ու աշխատագիտները, որոնց իրավունքները կոտնահարին, պատկան մարմինները արդյոք ճիշտ վարված են անոր գենթանիներուն հետ եւ այլն։ Զարուկյանի քրեական հետապնդման
կառավարման վերաբերյալ երկրի ղեկավարը գրկնեց, որ նախորդ 8 տարիներուն ստիպված եղած են բայկարիլ նաև թադայրավական մաֆիայի թեմ։ Այդ գործերը բաճճ ընթացք չեն ստացած, ներառյալ հանցավոր պայմանավորվածությանց պատճառով։ Եվ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի։ Դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Փաշինյանը ըսավ այն դեսանյութը, որ մե եզրակացված է, թե Ձարուկյանի նկատմամբ իրավաբաններու գործողությունները անհամաչափ են, ինք չթիդաց։ Դվյալ քրեական վարույթի վերաբերյալ նշեց, որքան իրեն հայտնի է, Ադիգա հարուցված է Դագավին 2025 թվականին օդարերկրյա ներդրողի դիմումին հիման վրա, անորոշ իրավիճակի մեջ հայտնված հազարավոր քաղաքացիներու մասին վարչապետը ըսավ։ Մի քանի օր անցել մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Ինչինքն այդ մարդկանց շահերը չեն կանտեսի։ Արարատ ցեմենտին անդրադառնալով վարչապետը գրկնեց շուտով Անիգա պիտի pedagoganացվի։ Նշանակվելու է կառավարիչ։ Աշխատագիտներու փողոքի ցույցին արձագանքելով ան հիշեցուց Զանգեզուրի բղնցարջիջակարային ընկերության օրինակը, երբ խոստացած էր, որ բադվերով գործողությունները նողները, մարտիկը ջնշելով գործողություններու մղողները պիտի ազատին աշխատանքեն։ Ու այդպես ալ եղավ։ Խորհուրդ տվավ նույնը չգրկնել Արարատ ցեմենտի բարակային, ինչ կվերապերի Ձարուկյանի գենթանիներուն, երբ առույցներեն մեկը Երևանի գենթանապանական այգի դեղափոխել են յետ կսատկած էր։ Եթե կա մարդ, որը պետքա պատասխանատվություն կրի, կկրի, ինչքան գիտեմ, քննություն է նշանակված։ Հայաստանի մեջ մարդիկ կուզեն տեսնել գարկ ու կանոն, արդարություն եւ արդարադատություն եւ պետք է տեսնեն ուրիշ դարբերակ չկա, հայտարարեց վարչապետը։ Համադրություն ընդունում է, ինչքան էլ փորձ արվում կապել եւ այդ թվում այդ պատճառով է համակարգային ձևով փորձ արվում ներքին եւ արտաքին ուժերի կողմից այդ թեման նենգափոխել։ Դրա համար է պետք։ Ամեն մեկը դատաիրավական համակարգում աներ ունեն, անձեռնում խելի պաշտոններում կոնկրետ իրանց անունով մարդիկ ունեն նշանակած։ Մարդիկ ունեն նշանակած։ Իրանց անձնական դատավորներն ունեն համակարգերում նշանակած։ Այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները։ Ու այդ մարդիկ սահմանադրորեն անձեռնումը խելի են։ Բայց ինչքան ենք մենք ասելու դե լավ, հա։ Չի կարա տենց բանը լինի։ Եվ չի կարա լինի տենց բան, այդ թվում նրա համար, որ ժողովուրդը իմ առաջ կոնկրետ այդ հարցը դրել է, ես պարտավոր եմ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ ապահովել, իհարկե օրինականության եւ սահմանադրականության շրջանակներ։ Փաշինյանը շեշտեց, եթե ադոր համար քաղաքական պատասխանատվություն պետք է գրել, ապա ինք կգրե այդ պատասխանատվությունը, որովհետև ժողովուրդն է այդ պատասխանատվությունը դրած իր վրա։ Նոր սահմանադրության փոխանցությունը պիտի հրաբարակվի մինչև դարևերջ։ Առայժմ եղած հաբաղումը կապված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներու առաջարկներուն հետ։ Անոնք նախընտրական շրջանին չէին գրնար հանդարտ պայմաններու ներքո քննարկել, հետևաբար որոշած են Ադիգա անել ավելի ուշ։ Ինչ կվերապերի մեր երկրի սահմանադրության առնչությամբ Ադրբեջանեն հնչող պահանջներուն, վարչապետը անգամ ևս կրկնեց, որ Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցերը արտաքին քաղաքականության ոլորտին մեջ չեն քննարկել, բայց պիտի շարունակեն աշխատել խաղաղության հետագա համագարկայնացման ուղղությամբ։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը եւ ժողովուրդը քվեարկել է 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Ներդարածք, արտադարածք, գիսատ մնացած խնդիրները պետք է լուծել կգարձե վարչապետը։ Ադոր մեջ շահագրգռված են թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Հայաստանի ինքնիշխան դարածք Արձվա շենքյուղը արտադարածքային ղարքավիճակով կգտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ այդ թվում արտաքին օգտագործմամբ չկիրառվի։ Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի։ Այն համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի եւ այն քարտեզների,
որոնք դրվում են սահմանազատման հիմքում։ Վարչապետը խնդրի լուծման հնարավոր դարբերակներ նշեց։ Տվյալ տարածքը ներդարածքի կամ արտադարածքի ղեկավիճակով կշարունակե մնալ այն երկրին տարածքներս, որուն դե յուրե կպատկանի կամ համարժեք տարածքով կիրականացվին փոխանակումներ։ Փաշինյանը վերջերս նկատած նրբության վրա ուշադրություն հրավիրեց։ Ադրբեջանի Թրամին ու անձնակրին մեջ Արձվաշենը արձանագրված է որպես ներդարածք, նշված է ուրիշ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Վարչապետը կգարձե, թե Հայաստանն ալ հայելային մոդեցում պետք է ցուցաբերե։ Քարտեզին վրա օրինակ Դիկրանաշենը կամ նախկին Քյարքի գյուղը նշվի այլ գույնով։ Երբ որ քաղաքացին ինձ հարց տվեց, ինչ նկատի ունեք անկլավ ասելով, նկատի ունենք Արցվաշեն, նկատի ունենք Խեյրեմլի, Բարխուդարլի, այդ նկատի ունենք։ Ինչ լուծում Արցվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Փաշինյանը շեշտեց, պետք է առաջնորդվել ոչ թե այն դրամատրությամբ, որ ով ինչ դարածք արած է վերահսկողության տակ, ուրեմն իրեն կպատկանի, այլ խաղաղության համաձայնագրի դրամատրությամբ, ով ինչ վերցուցած է իրեն նեմոդեցումը, ըստ անոր հագամարտության դրամապանությունն է, որ մե հրաժարած են։ Այդ մոդեցումը վարչապետին խոսքով պիտի նշանակե, որ օրագարկեն կհանենք Չերմուգի ու մնացած բռնակրաված տարածքներու հարցը։ Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ թե ինչ են կանելու, ոնց են կանելու, չկա, գոյություն չունի։ Արձանագրումը այն է, որ այն քարտեզները, որ դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքները արտահայտված են եւ ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել քարտեզների այդ հատվածը կտրել։ Դա կնշանակի մկրատը վերցնել քարտեզը կտրելու գործողությունը լեգիտիմացնել։ Մենք դրան չենք գնա։ Թրիփ նախագծին ու հարևան Իրանի մտահոգություններուն վերաբերյալ վարչապետը գրկնեց թրիփի մեջ որևէ թավատրություն չկա։ Հայաստանը կգործե թափանցիկ որևէ հարցի գրնան եւ պատրաստ են պատասխանելու։ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ոնց ինչքան հասկանում եմ ամերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա բաճաճ ընթացագարկերը ապահովելու փուլն է։ Վարչապետը հույս ունի, որ արդեն աշնան կետնի վրա պիտի սկսին առաջին աշխատանքները։ Թրիփ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով թրիփ նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Ռուսիո կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ վերջին հանդիպման մասին Հայաստանի ղեկավարը պատասխանեց, որ ունեցած են բաց անգեղծ բարեկամական քննարկում, ձեռք բերված են շարք պայմանավորվածություններ, սակայն զանոնք չմանրամասնեց, սպասելով, որ իրականություն դառնան ու բոլորին համար տեսանելի լան։ Ոչ միայն ծրագրի ապահովում, այլև քերակատարում։ 2026 թվականի առաջին կիսամյակը պետական տարեհաշվին համար մրցանիշային եղած է։ Հավաքված է 1 տրիլիոն 556 միլիարդ դրամ հարկ եւ դուրք, ինչ որ 2025-ի համատրելի ցուցանիշեն ավելի է 200 միլիարդով կամ 14.7%-ով։ Միևնույն ադեմ կիսամյակին համար ծրագրված սկզբնական ցուցանիշեն ասիգա ավելի է 94.2 միլիարդով կամ 6.4%-ով, իսկ վերանայված ցուցանիշեն շատ է 63.7 միլիարդ դրամով կամ 4.3%-ով։ Այս աճին նպաստած են 3 գործոններ։ Տնտեսության աճ, օրենսդրական փոփոխություններ եւ վարչահարության կտոր։ Նու բնականաբար, եթե վարչահարությունը իրականացվում է հնարավորինս որակյալ եւ պատշաճ, դա տնտեսության վրա ունենում է դրական ազդեցություն։ Այսօր զուգահեռ հունվար-հունիսին 163.1 միլիարդ դրամ վերադարձված է գործարարության մանրամասնաձև պետական եկամուտներու կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, հավելելով, որ ադիգա 9.6%-ով ավելի է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշեն։ Բոլոր ոլորտներում էլ ունենք աճեր, բայց եթե վերցնենք օրինակ
առաջին եռյակը, ապա կլինի հանքարդյունաբերություն, շինարարություն եւ առևտուր։ Գերագադարումը ինքնին թրագան ցուցանիշ մնե արձանագրած են տնտեսակետները։ Այս աճին նպաստած է նեգամտային հարգի, շահութահարգի, ավելցված արժեքի հարգի եւ բնաբահմանական հարգերու վճարներու մուտքերուն աճը։ Եկամտային հարկի գծով մուտքերի աճը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, դրանցից մեկը հնարավոր է աշխատատեղերի քանակի աճն է, որը մենք դիտում ենք տարեսկզբից տնտեսության մեջ, երկրորդը որոշ տնտեսության ճյուղերում, օրինակ հանքարդյունաբերության ոլորտում դիտվում է նաև միջին աշխատավարձի աճ համեմատած նախորդ տարվան, բացի այդ վերջին տարիների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն միջոցառումներ է ձեռնարկում ստվերային հատվածում աշխատատեղերի կրճատման ուղղությամբ եւ այս բոլոր գործոնները, ի թիվս այլ գործոնների հնարավոր է նպաստել են հենց եկամտային հարկի գծով մուտքերի աճին։ Ինչ կվերապերի շահութահարգին եւ ավելցված արժեքի հարգին, ըստ Արմինե Բեդրոսյանի տարեսկիզբեն ի վեր տնտեսության մեջ կնկատվի որոշ ջյուղերու աշխուժության աճ, որուն հաշվինալ ըստ էության վճարումները ավելցած են։ Վերջին արկատեսակը, որը նաև նշանակալի չափով նպաստել է հարկային մուտքերի աճին, դա բնապահպանական հարկերը եւ վճարներն են։ Այս հարկատեսակը ինքնին մեծ կշիռ չունի ընդհանուր հարկային եկամուտներում, սակայն նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 3 անգամ եւ դրանով իսկ նպաստել է նաև ընդհանուր հարկային եկամուտների աճին։ Եվ սա հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտում դիտվող տնտեսական ակտիվությամբ եւ ոլորտի ձեռնարկությունների կողմից վճարված ռոյալթիների աճով։ Վարչարարությունը եւս անմասն չէ մնացած այս ցուցանիշներ են, նշած է Պետական եկամուտներու կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։ Օրինակ, վերլուծական գործիքակազմի արդյունքով, որ կենթադրի առանց հարկ վճարողին այցելելու ստուգումներ եւ բացատրական աշխատանքներ 53.4 միլիարդ դրամի մուտք եղած է։ Նախորդ տարվա համեմատ ավելին է 37%-ով կամ 14.4 միլիարդ դրամով։ Ունենք աճ բոլոր տիպի վարչահարությունների գծով, օրինակ ստուգումների գծով, այդ թվում համալիր արկային ստուգումներ, թեմատիկ ստուգումներ կամ չափագրման ուսումնասիրություններ, այստեղ ունենք 43%-անոց աճ կամ բացարձակ մեծությամբ շուրջ 11 միլիարդ դրամի աճ, վերլուծական գործիքակազմերում ունենք 37% աճ կամ 14.4 միլիարդ դրամ եւ մի քիչ ավելի զուսպ են եղել օպերատիվ գործողություններում, այսինքն կոշտ վարչահարական գործիքներում նվազեցրել ենք, ունենք 21% նվազում։ Ընդհանուր առմամբ վարչահարության աճ ունենք այս բոլորը միասին 33%։ Ընդհանուր առմամբ այս 1 տրիլիոն 556 միլիարդ դրամը առաջին կիսամյակին վճարած է 150.521 հարկ վճարող։ Միջին հաշվով 1 հարկ վճարողին բաժին գինա 10.3 միլիոն դրամ։ Պետական եկամուտներու կոմիտեի մեջ հույս ունին, որ դարման ծրագիրը ոչ միայն կկատարեն, այլև կհաջողի կերակատարել։ Հայաստանի Հանրապետութենեն որպես աջակցություն Լիբանան հասավ 80 տոն, մոտավորապես $150,000 օգնություն, նեցուկ կանգնելու համար բادرազմի իրավիճակի մեջ գտնվող եւ տնտեսական մեծ դժվարություններ է անցնող Լիբանանին։ Բادرազմ են եւ երկարադեպ տնտեսական ճգնաժամ են, ծանր հարված ստացած Լիբանանը այսօր անգամը եւս զսկած Հայաստանի եղբայրական աջակցությունը։ Մարտահրավերական օգնությունը կներառե սննդամթերք, թեղորայք եւ մակրության անհրաժեշտ բարականեր, որոնք պիտի դրամացրվին գարիքավոր ընտանիքներուն։ Օգնության առաքելությունը Բեյրութ ժամանեց Հայաստանի արտաքին գործոց նախարարի տեղակալ Վահան Գոստանյանի գլխավորությամբ, որ վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու կանգնի Լիբանանի կողքին եւ աջակցել մարտահրավերական մարտահրավերներու հաղթահարման գործին։ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի ժողովուրդը ոչ մի կերպ չեն կարող անտարբեր մնալ Լիբանանում տիրող հումանիտար դժվարությունների եւ խնդիրների նկատմամբ եւ դա մեր պարտավորությունն է լինել Լիբանանի բարեկամ եւ եղբայր ժողովրդի կողքին։ Եվ հենց այս ծիրուն պետք է նայել այդ հումանիտար աջակցության տրամադրումը Հայաստանի կողմից։ Այցելության ընթացքին Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարի տեղակալը գաբեր ունեցավ նաև Լիբանանի ղեկավարության հետ։ Հումանիտար բեռի տրամադրման միջոցառումը առիթ հանդիսացավ, որպեսզի
նաև հանդիպում ունենամ Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ, որի ընթացքում քննարկեցինք թե մեր տարածաշրջանում, թե Մերձավոր Արևելքում տիրողի իրավիճակը, վերահաստատեցինք, թե ինչքան կարևոր է երկու տարածաշրջաններում խաղաղությունը եւ կա պատրաստակամություն ել ավելի ակտիվացնել երկու կառավարությունների միջև շփումները եւ հարաբերությունները, հույս ունենք նաև բարձրաստիճան այցերի շնորհիվ։ Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունները հիմնված են բազմական բարեկամության եւ փոխադարձ հարկանքի համերաշխության վրա։ Երկու եղբայր ժողովուրդները բազմիցս ապացուցած են, որ դժվար բահերուն գգանքնին իրար գողքին։ Մեր պարտներ, որպես իսկական բարեկամ, աջակցության ձեռք մեկնել մեր եղբորը, մեր եղբայրներին եւ քույրերին, որոնք այս պահին ցավոք սրտի ապրում են հումանիտար ճգնաժամ։ Դեռևս շարունակվում է, նորից կրկնեմ, ցավոք սրտի այս հումանիտար ճգնաժամը, որոշակի հանդարտություն կա ռազմական գործողությունների մասով, բայց հումանիտար եւ տնտեսական ճգնաժամը դեռևս շարունակվում է։ Հայ Relief Committee վարչապետի ենթակայության տակ եղող կառույցն է բաժանելու կառավարությանը, այո, սա կառավարությունից կառավարություն աջակցություն է։ Հայաստանը նախաբես եւս մարդասիրական աջակցություն ցուցաբերած էր Լիբանանին։ Ներառյալ 2006-ի պատերազմին հետ, երբ օգնություն ուղարկվեցավ դուժած բնակչության։ Հայաստանի կառավարությունը եւ Լիբանանի կառավարությունը աշխատում են համագործակցաբար։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր։ Ցավոք սրտի այս վերջի տարիներին իրադարձությունները տարածաշրջանում եւ Լիբանանի շուրջ հնարավորություն չեն տվել մեր ուզած տեմպով խորացնել այդ հարաբերությունները։ Հույս ունենք, որ Վաշինգտոնում ստորագրած Լիբանանի եւ Իսրայելի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված համաձայնագիրը որոշակի հանդարտություն կբերի եւ մենք կարողանանք իրականացնել մեր պլանները ժամանակի ընթացքում։ Այս նոր նախաձեռնությունը անգամ եւս կվգայե, որ Հայաստան-Լիբանան բարեկամությունը միայն դիվանագիտական հարաբերություն չէ, այլ իրական համերաշխություն, արդահայտված գործով, փոխադարձ աջակցությամբ եւ մարդկային արժեքներու վրա հիմնված համագործակցությամբ։ Փաթիլ Մգրդիչյան, Լուրեր, Լիբանան։